նորից նոր ընտրություններ Հայաստանի մեղադրում են պետական ուրեմն 44 օրյա պատերազմ սկսելու մեջ։ Ես կարող եմ ասել նաև Իսրայելը նույնիսկ համեմատելու բան չունի այս պարագայում Հայաստանի հետ։ Բարև ձեզ հարգելի հայրենագիտներ, մենք ուղիղ եթերում ենք, ինչպես միշտ, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության Հայացք Երևանից հաղորդաշարով ամեն շաբաթ մենք ուզենք չուսենք, բնության վերահասնել չենք կարող, ձմեռը անցավ, գալիս է գարուն եւ եղանակը լավանում է, եղանակի հետ նաեւ մարդիկ են ուրեմն դրամատրություն փոխում, գարնանային ուրեմն նոր կյանք է գալիս, ինչպես գիտեք, բանաստեղծը կասել, նոր կանաչներ, նոր սերեր եւ այլն, բայց սա բնական է եւ այդպես պիտի լինի նոր փոփոխություններ։ Բայց բանն այն է, որ Հայաստանում բնությունն է փոխում, բայց ոչ ռևանշիստը եւ ռասիստռուկ ռսակոտ ճորտը։ Ուրեմն սրանք էլ ակտիվանում են, տակածել են գործերի ժամանակն անցավ ձմեռվա եւ նորից իշխանապողություն, նորից նոր ընտրություններ, նորից հավակնություններ, այսինքն այն ինչից դուք զզվել եք, որից կներեք բառի համար։ Ես ինքս զզվել եմ եւ աշխարհն է զզվել սրանց պրիոմներից, սրանց Ղարաբաղյան կլանից, ուրեմն Մոսկովա հպատակ չեկիցներից եւ այսպես է ուրեմն ռուսական ԿԳԲ-ի ուղղորդումով թուրքի շներից։ Այսպես, բայց դե ինչ արած, հիմա ուզենք չուզենք պիտի անդրադառնանք այդ հարցերին, որովհետև այդուհանդերձ մեր քաղաքացու, մեր հայրենակցի գիտակցությունը պետք է մաքուր լինի, ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը բարձր, որովհետեւ կարողանա Սոդոմ Գոմորի մեջ շարունակել։ Այդ կանը բոլորը հասկանալի է, բայց որ հասկանում եք, ժամանակին սովետական տարիներին, որը դուք լավ հիշում եք, բողոքավորը վատաբրողներ, ում անունը ուրեմն բողոքավորը նա էր, ով որ վատ էր վճարվում, արդար էր աշխատում, շատ բան չէր հասնում եւ բավականին դժվար էր ապրում։ Հիմա իրադարձությունների ընթացքը Հայաստան աշխարհում արմատապես փոխվել է, բողոքավորը գանձագողն է, մանկապիղծն է, հայրենիքը հանձնողն է եւ ճարպակալած գեներալը, որի քաշը 180 կիլո է, ուղեղի քաշը 0, ուսադիրները զատո ոսկե աստղ են, թե ինչու է ոսկե աստղ հասկանալի չի։ Հիմա այսպես։ Եվ տեսնում եք, ուրեմն ակտիվացել է քաղաքական կյանքը, ելի պատերազմը շարունակվում է, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է ոսոխի դեմ, Ռուսաստանն է, որ ներխուժել է ռուսական ներխուժման դեմ, Հայաստանում եւ հայկական միջավայրում պատերազմը շարունակվում է սեփական պետականության եւ սեփական իշխանության դեմ։ Անկախ այն բանից այդ իշխանությունը ինչպեսի որակ ունի, ինչ ունի եւ այլն։ Տեսնում եք ինչքան հագադիր ենք մենք։ Ինչքան ճգնաժամը հաղթահարվում է կամ խորանում է, երկու տենդենսներն կա, այնքան մեզ մոտ դրական հատկանիշների հետ կողքին բացասական միտումները շատ ավելի այլանդակ դրսևորումներ են ունենում։ Եվ այսպես Արցախում պարտություն գրած, կողոպուտ արած Թալանի վարպետները մեղադրում են ուրիշին Արցախը հանձնած, որ իրենց նաև բնակության վայրն էր։ Եվ ինչ ասես, բացատրելը քիչ է, եւ սրանք շարունակում են իրենց խլուրտային գործը, որովհետեւ օրենքը չի աշխատում։ Եթե իրավական պետության նորմատիվներն իշխանություն աշխատեցրած դներ, վաղուց սրանց մի մասը ուրեմն Բաքվի փոխարեն կհանգրվաներ ամերիկյան Գուանտանամոյի Կուբայի բանդում, բայց ստիպված ենք մենք խոսքով անդրադառնալու, որովհետև չի կարելի ջուրը փղթոր թողել։ Եվ ասպես, դուք գիտեք, որ ռևանշիստների երկու թևեր, որոնք խորհրդարանում ներկայացված են, կարծես թե գզվերտոցի մեջ են։ Այդ բառի համար ես ներողություն եմ խնդրում, իհարկե իմ ասած բառերը բոլորը քաղաքականության հետ կապ ունեն եւ խոսքը քաղաքական գզվերտոցի մասին է, մնացած ինչ չի հետաքրքրում իրենց անձնական կյանքն է եւ ինչն է պատճառը։ Մենք պետք է միշտ իմանանք, որ քաղաքականությունը երկու շերտ ունի։ Մեկը այնպես ինչպես դրսևորվում է, դա մերկերեսայինն է, դա մանիպուլյացիոնն է, նայած թե որ ուժը քաղաքական չասենք Հայաստանում, որ քրեական անցյալի ուժը քաղաքականի անվանդակ ինչպես է ուղղորդում այդ հոսանքները, իսկ ներքին հոսանքները թե իրականում ինչ է կատարվում։ Ես հասկանում եմ ինչ է կատարվում եւ ուզում եմ ասել հետեւյալը, որ ինչու են շտաբում, ինչու է աղմկում կետը, հիշում եք ֆիլմը, այն ժամանակ հասկանալի էր ինչու է աղմկում, սրանց եւս հասկանալի է։ Տևականորեն Մոսկվայի Կրեմլի համբերությունը հատում է, ես նրանք, որոնք պիտի հեղաշրջում անեին, չկարողացան, մի պարչիայով ուղարկվեցին Բաքու նամազի,
զնդաններ, պատիժ կրեցին, որտեղ Հայաստանում իշխանություն ճիշտ է Արցախ հանձնեցին, զենքը հանձնեցին, հազար մի բաներ արեցին, ժողովրդի տեղահանությունը կազմակերպեցին, բայց Հայաստանում իշխանափոխությունը, որ սրանց մոտ էշխանա կամ էշափոխության տեսք ունի, դա տեղի չունեցավ։ Եվ հա պատժվեց մի կլանի մի մասնաճյուղ, ուղարկվեց զնդաններ Բաքու, փոխանակ ուրեմն պարգևատրվեն, չնայած սրանց մի փոքրիկ մի խումբ պարգևատրվեց։ Գարեգին ուզուրպատորը Լենին իշխանությունը ստացավ Արցախը Ադրբեջանին հանձնած Պուտինի կողմից, վերջերս նաև եղբայրը ստացավ համապատասխան ծառայության դիմաց։ Եվ այդպես էլ նրանք հաջորդին չասեցին, թե այն պետությունը, որ կազմակերպել է հաջորդի պետության դեմ խաչակրած արշավանք, ինչու է հայոց ուրեմն պետականության, իրականության մեջ հիմնական ինստիտուտների պետերին պարգևատրում որ ծառայության համար, ինչ դավադրության համար, որովհետև դա այդպես ուղղված է եղել մեր պետության դեմ։ Իսկ հիմա ուրեմն երկու նախագահները անցյալի եւ շատ էլ տարածում են անցյալը չասեն, բոլորն անցյալ են, չէ, բոլոր անցյալ չեն։ Դուք հավերժ անցյալ եք, մյուսները գուցե անցյալ կդառնան, գուցե չէ, բայց դուք հավերժ անցյալ եք։ Այս հավերժի անցյալները խառնվել են իրար, նորից իշխանափոխության հարցերով զբաղված։ Ինչն է պատճառը։ Ինձ թվում է պատճառը շատ պարզ է։ Մոսկվան նադայել է եղել սրանց անկարողությունից, ժողովրդի մեջ հարգանք չունենալուց, ժողովրդի անունից խոսելուց եւ ժողովրդի ծերու լինելուց եւ իշխանապողություն չկարողանում անել եւ խոսակցություններ կան նույնիսկ միջազգային լրատվամիջոցներում, որ Մոսկվան ռեզիդենտին փոխել է, այսինքն այն Սիլեցիալին, ում որ տակացնում է առաջի պլան առաջիկայում կբերեն կհայտնվի որպես հավանաբար ազգային խոշորագույն գործիչ Միկոյանի մակարդակի գրեթե մարդ կամ էլ Միգրանյանի մակարդակի տականք կամ էլ Արա Աբրամյանի չափ միջակ, որևէ մեկին հանելու եւ սրանք կորցրել են իրենց տեղը, խառնվել են իրար տիրոջ ապացուցելու, որ դեռևս իրենք պիտանի են, են խոսում են անհեթեթություններ, գործը հասել է նրան, որ սրանք ապրելով Երևանում, ձեր հետ միասին, դավելով Հայաստանի պետականությունը, Հայաստանի մեղադրում են պետական ուրեմն 44 օրյա պատերազմ սկսելու մեջ։ Այս ուրեմն քաղաքական, ուրեմն տեսեք Արիստոտելը ասում են մարդը քաղաքական անասուն էր, ես այդ բառը պետք է օգտագործեմ, քաղաքական այս անասունները, ուրեմն խեղաչուրելով իրականությունը կամ լինելով այնքան անգրագետ քաղաքականության մեջ, գուցե դիտավորյալ, գուցե ոչ, ուրեմն անտեսում են բոլոր հայտարարությունները, Շոյգու, Մոյգու, ուրեմն Գուրգինով եւ այլն, բոլորը, որոնք բացատրում են, որ այս բոլորը եղել է Լավրովի պլանով, Հայաստանը պետք է պարտվեր նաև մեր հանրապետությունը նաև Լավրովի պլանով, բայց սրանց այն բանին չի, հիմա սրանց մի օր երբ Լավրովը սպանի վերցնի, Լավրովի պլանով Հայաստանը պարտվեց, իրենք ասում են Հայաստանն է սկսել պատերազմը, խայտարակություն է։ Էլ չանդրադառնան սրան, ուրեմն սա անցյալի, ուրեմն գերեզմանից միջիչ, հասկանում եք ոնց է, այս կան մարդը անցյալ լինի, մարդկային բանականությունն ու մարդկային մթագնած լինի, տգիտությունը այն չափն ունենա, որ երբ աշխարհում ցանկացածին հասկանալի է, որ Արցախում պատերազմը սանձազերծել Ադրբեջանը Ռուսաստանի սխեմայով Հայաստանի իշխանություններին մեղադրի։ Այս հիմա հայ է թե չէ։ Այդ են թուրք է, որ ասում են, ես այդ տարբերակը նկատի չունեմ։ Իրականում այս մարդիկ հայ են թե չէ։ Եթե հայ են, հաջորդ սրանցից պետք է հրաժարվի եւ պատժի իհարկե, պատժի բոլոր իմաստներով։ Այդ են չի որ չպետք է պատժվեն։ Հիմա սրանք խառնվել են իրար, երբ մտածում են Հայաստանի նոր իշխանությունը երևի այլևս թավշյա իշխանություն չի լինի, այլ իսկապես կվերցնի կխուզի եւ սեփականությունները կպետականացնի։ Օրինակ ես կարծում եմ, որ մի քանի մի 10 հոգու հանրապետության կամ պետության առաջի մի քանի ուրեմն առաջի դեմքերի սեփականությունները պիտի ուրեմն ազգայնացվի եւ դրամադրվի պետության դրամադրության տակ պետական պահպանություններ պիտի վերացվի, ինչքան կարելի է։ Հիմա ուրեմն այս հերանեկարները կան։ Երկրորդ մասը կա, որի մասին ասում եմ, տարօրինակ բան կատարվեց Մեծ Բալտիկայում, Մեծ Բալթյան հանրապետություններից կամ Բալթյան պետություններից մեկում, Տալլինի մայրաքաղաքով Էստոնիայում, դուք տեսավ վերջին հաշվով մեր պետականության հիմնարար մի արարողություն, որը եղել է Տրտատ մեծի օրերից, Գրիգոր Լուսավորիչի, որը համառորեն տորպետահարում է հայոց ուրեմն առաքելական եկեղեցու սրբազան գահը
սեփականաշնորհած ուզուրպատորի կողմից, որը մոռացվել է։ Նաև չմոռանանք Անտիլիասը, որոնք այս երկուսն են, որոնք իրար հետ ողերիմ թշնամիներ էին սովետական տարիներին, ողերիմ։ Հիմա եղբայրացել են Հայաստանի պետականության դեմ պատերազմում։ Տարօրինակ բան է։ Սա երևի աշխարհում ուրիշտեղ չի եղել, չի լինի։ Եվ այսպես ուրեմն ինչ է կատարվեց։ Մենք տեսանք, թե ինչպես է ուրեմն Բալթյան երկրների ուրեմն հայոց առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Վազգեն Սրբազան Միրզախանյանը ըստ ուրեմն կանոնագրի ըստ ուրեմն Տաթև Մեծի եւ Գրիգոր Լուսավորչի ավասահմանած ավանդույթի Հայոց Հանրապետության վարչապետի հետ ուրեմն անցկացնում արարողություն միասին հայմեր արտասանում եւ այլն եւ ճանաչում պետական իշխանության գերակայությունը։ Ուրեմն այս շպիոնների համար մահացու բան է եւ անմիջապես ուրեմն ռուսական շահերի պաշտպանության եւ Ղարաբաղյան կլանի հետ սերտ առնչություն ունեցող ուրեմն հոգեվոր դասը մի չգիտեմ ինչ ասել, բառը չեմ ուզում ասել, բայց մի վայնասուն են բարձրացնում աշխարհում եւ քննադատում են arczepiskoposin այն բարակ Սրբազանին, այն բարակայի համար, երբ մարդը հարազատորեն կատարել է Հայաստանի պետականության 301 թվականից սահմանած պետական հոգևոր կարգը։ Դե այստեղ ինչ են ասում, դե եկ վարդապետ ու մի խելագարվի, բայց մենք այլևս խելագարվելու տրամադրություն չպետք ունենանք եւ պետք է շարունակենք մեր երթը։ Ուրեմն սա այն է, ինչ որ կատարվեց եւ ես ուրեմն ուզում եմ հետեւյալն ասեմ։ Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը նման պարագաներում, որպես քրիստոնեական արժեհամակարգ դավանող եւ երկրում քրիստոնեական ուրեմն պատկերացումնոր գեր ժամանակակից պետություն ստեղծելու մոդելի ջատագով, ինչպիսին Գերմանիան է, ինչպիսին Ավստրիայի Հանրապետությունն է, ինչպիսին եւ այլ մոդելների մասին է խոսքը ջատագով, իր զորակցությունն է հայտնում եւ պաշտպանության տակ վերցնում ուրեմն Բալթյան երկրների հայոց առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ գերաշնոր Վազգեն Սրբազան Միրզախանյանին եւ ես կոչ եմ անում աշխարհում եք այջանը։ Տեր կանգնեք այն ամեն արդարին, տեր կանգնեք այն պետականակետ երևույթին, ինչը որ ձերն է, ինչով դուք կարող եք համաշխարհային քաղաքական բեմարտակում ունենալ այն, ինչ որ ժողովուրդներն ունեն շատ վաղուց, ինչը մենք ունեցել ենք դարեր առաջ, բայց ինչը կորցրել ենք ցարերի իշխանության տարիներին։ Ուրեմն ես կարծում եմ, որ արդեն այսպես կգա մի ժամանակ, եւ Միրզախանյաններ կդառնան Հայաստանյաց առաքելական եկեղեցու կաթողիկոսի ուրեմն գահի բազմած այն հոգևորականները, որոնք ձեռքի տված պետական իշխանության հետ կամրացնեն մեկը նյութական Հայաստանը, մյուսը հոգևոր Հայաստանը, եւ այդ նյութական եւ հոգևոր Հայաստանի ձուլվածքի բարակայում մենք չենք ունենա որևէ խոդորում եւ մենք ավելի վստահ կքայլենք դեպի ապակա Հայաստանի պետականության վերականգնումով։ Սա էլ էսպես դա նկատի ունեցեք։ Հիմա այսպես շարժվենք առաջ եւ ես կարծում եմ, որ մենք պիտի նաեւ ոչ միայն քննադատենք, ցույց տանք բացասական գողապետական երևույթները, որից արդեն կներեք դուք էլ մենք էլ զզվել ենք որի մասին խոսելուց եւ որի վերաբերյալ հազար մի ուրեմն արձանագրումներ են կարել, որ սրանք պիտի պատժվեն, նաև Մխիթար Գոշրի դատաստանագրքին արժանանան, բայց քանի որ չեն արժանանում, մեր խոսակցությունները պարաբուրտի ձևով շարունակվում են, բայց դա կարևոր չի այդ պարագայում, որտեղ ազգային ինքնագիտակցությունը բյուրեղանում է։ Ուրեմն շարժվում ենք առաջ։ Ուրեմն այս երկու փաստերը, որոնք մեր օրերի իրողություններ են, եւ դա ուրեմն դրական միտումներ ունի իր մեջ։ Մնացածն ասեմ հետեւյալը, որ իհարկե մենք ցես հետ միասին կգերատասենք խոսել մեր երկրի տնտեսության վերակառուցման, քաղաքական համակարգի վերափոխումների, սահմանադրական կարգի կանոնավորության, նաև իհարկե քրեական օրենսգրքի վերջը աշխատելու մեխանիզմների մասին, որովհետև ասեմ ձեզ բարեկամներ, չուր կարծիք է տարածվել, թե դեմոկրատիան կամ ժողովրդավարությունը ամենաթողությունը, դա շատ վտանգավոր թեզիս է։ Նախ ժողովրդավարությունը ամենևին էլ ամենաթողություն չի, այլ դա պետության կառուցմակերպման կառուցվածքի ձև է, իսկ այդ ձևերը 1001-ը կարող են լինել, կարող եմ 1001 աշխատանքներ ձեզ ցույց տալ, եւ դեմոկրատիան ունի հազարավոր մոդելներ, հազարավոր իհարկե չափազանցություն է, հարավոր մոդելներ, որի մեկը որն է ժողովրդի գերիշխանության ապահովումը։ Ժողովուրդը գերիշխան է եւ ժողովուրդը ընտրությունների ճանապարհով ստեղծում է գերիշխան պետականություն։ Հիմա այս պայմաններում բնականաբար ձևերը կարող են բազմազան լինել, բայց
Դեմոկրատիայի ժամանակ պետական իշխանությունը թույլ լինել չի կարող, ներողամիտ չպետք է լինի, այլ պետք է լինի օրենքի գործադրման պետական մեխանիզմ, որը բխում է ժողովրդի իրավունքից։ Ժողովրդի իրավունքն է ունենալ գերագույն կազմակերպվածության պետություն իր տնտեսությամբ, առաջին հերթին նկատի ունեմ հենց տնտեսական մասը, ուրեմն արդյունաբերություն, ագրարային տնտեսություն, նոր տեխնոլոգիաներ, նանոտեխնոլոգիաներ, ինժեներական գործ, անշուշտ դրանց թագուբսակը նոր կրթությունով, նոր համալսարաններով, որի ուղղությամբ պետք է շատ աշխատել, անշուշտ դրա վրա բազմած հայոց չքնաղ մի երևույթով, որ կոչվում է հայկական մշակույթ կամ հայ քաղաքակրթություն։ Սրանք պիտի լինեն եւ մենք պետք է այս հարցեր քննարկենք, թե ինչպես, ինչու եւ տեսնենք, թե քաղաքական համակարգերը ինչպես են նպաստում դրանց։ Ոչ թե անընդհատ էս զզվեցինք սրանց անուն ազգանները լսելուց։ Երկիրը կողոպտել են, Արցախը հանձնել են ու անընդհատ չեն լռում, գոնե լռեն։ Իհարկե սրանք չեն լռի, եթե օրենքը սրանք չլռեցնի։ Մի օր կլռեցնի հավանաբար, հույս ունենանք։ Հիմա սրանք կարևոր բաներ են։ Հիմա մշակույթի մասին մի դիտողություն ասեմ, այսօրվա հաղորդումը դրանով երևի սահմանափակ ենք։ Ես ուրեմն այս հաղորդումով դիմում եմ մեր ուրեմն սպասարկման ոլորտի ամենակայացած ջուրերի մեկի սեփականատերերին կամ մենեջերներին։ Ես նկատի ունեմ տվյալ բարականում ռեստորանային, սրճարանային տնտեսությունը, որը հաջողությամբ Հայաստանում զարգանում է եւ իմ տեսածով կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում, եթե գները նկատի չունենանք, իսկ գները պետք է մի քիչ անգում ունենա, որ ժողովուրդը դրանից ավելի շատ օգտվի, ուրեմն եթե դա նկատի չունենանք, մենք կարող եմ ասել, որ երկրներ ասեմ, որ ես եղել եմ եւ վստահ կարող եմ ասել, նախապատերազմական Ուկրաինա, կարող եմ ասել հենց Ավստրալիա, որ մի քանի որ առաջ եմ եղել այնտեղ, Միացյալ Նահանգներ, որ մի տարի թե երկու տարի առաջ եմ եղել, կարող եմ ասել, որ Հայաստանի ուրեմն ռեստորանային ընդհանրական տնտեսությունը շատ ավելի անգամ կազմակերպված եւ ուրեմն հաճելի տեսք ունի, քան նույնիսկ գերզարգացած այս պետությունները, գուցե ուրիշ տեղեր եղել է, ես կարող եմ ասել նաեւ Իսրայելը նույնիսկ համեմատելու բան չունի այս բարակայում Հայաստանի հետ։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, այս ոլորտը կայացել է եւ մարդիկ մասնակիցների կամ սեփականատերերի զրույցներն ցույց են տալիս եզրակացնելով, որ դա այդպես է, որովհետեւ այստեղ պետական հովանավորչություն չկա, կա ազատ մրցակցություն օրենքի շրջանակներում, ինչը մեր բոլորի խնդիրն է, որ Հայաստանը դառնա ազատ մրցակցության օրենքի գերակայության, որը բխում է իրավունքից, հաջորդ իրավունքից, ուրեմն այս բոլորից բխող երևույթ է եւ մենք ունենք մեծ հաջողություն այստեղ։ Հիմա այդ մեծ հաջողությունը ավելի մեծ կլինի, ինչի մասին ես ուզում եմ ասել, եւ շնորհակալություն եւ սեփականատերերին, եւ կազմակերպիչներին, իհարկե նաեւ բարեկրթորեն սպասարկող տասնյակ կարելի ասել 100, գուցե եւ հազարավոր մեր այն երիտասարդ տղաներին, աղջիկներին, ուրեմն կանանց եւ տղամարդկանց, որոնք հաջելիորեն սպասարկում են, ապահովելով ոչ միայն եվրոպական ստանդարտ։ Ես ուզում եմ ասել, որ մենք այդ Եվրոպա գնալ չգնալու բարակայով մենք պետք է սահմանենք հայկական ստանդարտ, որը ավելի բարձր պետք է լինի, քան Եվրոպան է, ավելի բարձր, քան Հնդկաստանն, այն երկրները, որոնց հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ եւ այն հաջողությունը պիտի ունենա ավելի քան սպասարկման չինական ձևն է։ Դուք գիտեք, աշխարհը պատած է չինական ռեստորաններով, սրճարաններով, չինական կերակուրներով եւ այլն։ Բայց այստեղ մի բան ասեմ, առաջինը մենք այդուհանդերձ դժվար ենք առանձնացնում հայկական կերակրատեսակները ընդհանուրի մեջ։ Սա պիտի նկատի ունենալ եւ այստեղ քրտնաջան աշխատանք անել, որովհետեւ մենք էլ ունենանք այնպիսի բրենդներ, հիմա այսպես ասում են, ինչպես են ասենք իտալական պիցցան է։ Անկախ այն բանից, որ գիտենք, որ յուրաքանչյուր լավ տանտիրուհի, լավ տղամարդ, որը սիրում է պատրաստել, կարող է պիցցա պատրաստել, բայց պիցցան բոլորը գիտեն, որ դա իտալական կերակրատեսակ է։ Խինգալին ինչ կանել գովեք ասեք, օրինակ ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր խինգալին գերազանց է, քան վրացականը, Թիֆլիսին է, ախալքալակին է, ջավախին է, բայց այդուհանդերձ դա վրացական կերակրատեսակ է։ Հիմա ո՞րն է բրենդային այն կերակրատեսակը, գինիների մասին չեմ ասում, որտեղ հայկական գինիների որակը շատ ավելի որակյալ է դառնում, բայց շատ է ռեստորաններում, շատ քիչ է հայկական կոնյակը։ Մինչդեռ կոնյակը պետք է շատ դիներ, քան թե ուրեմն օղու մասին է խոսքը եւ այլն, որովհետեւ
կոնյակը չի հարբեցնի, օղին կհարբեցնի եւ օղին մերը չի տա, արաղն է, կամ թուրքերեն արաղն է, կամ ռուսական ոդկան է զագուսկիով։ Մերը առաջինը գինին է, երկրորդը մեր բարձանք հայկական կոնյակ։ Բայց դրանք պետք է ռեգլամեն, բացատրվեն, որ յուրաքանչյուր մեկը Ավստրալիայում լինի, թե Չիլիում, լինի Գրենլանդիայում, հենց իմանա, չիմանա հայը ինչ բան է, Հայաստանը չէ, բայց ասի սա հայկական է։ Ինչպես որ բոլորը չգիտեն Իտալիան որտեղ է, Իտալիան ինչ է նշանակում, բայց ասում են իտալական պիցցա։ Ուրեմն այս հարցը բրենդի հարցը պիտի լուծել, որտեղ որպես քաղաքագետ ասեմ ձեզ, սիրելիներ, ուրեմն փափուկ ուժը պետության, որը մշակույթի, ավանդույթների, աշխատանքի կազմակերպման մեջ է, երբեմն ավելի հզոր բան է, քան միջուկային զենքն է։ Պետություններն ու ժողովուրդները աշխարհի պինդ փակված դռները շատ աջախ բացում են փափուկ ուժով, soft power, եւ դա մշակույթն է, ավանդույթն է եւ այլն։ Հիմա երկրորդ մասն եմ ասում, որովհետեւ մենք ունենք մի խնդիր, որը սովետական տարիներից հետո շատ ավելի սրվել է։ Մեր ժողովրդի մի զգալի մասը, ես դա չարության չեմ ասում, շատ ցավով եմ ասում, ժամանակի օրերի ժամանակ չունենալու խնդրի պատճառով անգրակետ է, դա ավելի շուտ բարեհունչ գրակետ չի։ Ազգային տագություն չի տիրապետում եւ նրա ուղեղը լվացում է ռաբիսով, լվացում է թրքական ելևեջներով, ռուսական բարտերով, որից ես զզվում եմ, դա օֆիցիալ թե ինչ։ Ուրեմն այս նման բաներ, հիմա ինչ եմ ուզում ասել, սրանք պիտի դուրս մղվեն մեր ռեստորանների հաճելի միջավայրերից, հարսանյաց հանդեսներից, դուք տեսնում եք ինչ լավ կազմակերպում են, գեղեցիկ շնորհավոր եւ դրա համար ասել եմ կրկնեմ, դուք կարող եք նախաձեռնել եւ դասական երաժշտություն ուրեմն ներդնեք այդտեղ։ Օրինակ, ինչ կլինի, եթե այն տեղ որտեղ երեկոյան մարդիկ նստում են, զրուցում են, իհարկե սնվում են եւ իրար հետ ուրեմն քրտնջալով խոսում են, որովհետեւ հարևաններին չխանգարեն, հետ չի խանգարի, եթե դրենք, եթե դուք Վիվալդիի երաժշտություն միացնեք, մի զարմացեք։ Ընդհանրապես չի խանգարի, եթե այդ կամարների տակ հնչի Լուսինե Զաքարյանի անկրկնելի աստվածային ձայնը եւ երգը։ Սա կկրթի, դուք պարտավոր եք, սեփականատերերի մասին է։ Դուք մի հարցը լուծել եք, հիմա պետք չի ամեն ինչ պետության վրա գցել։ Ուրեմն դուք կարող եք մշակութային հեղաշրջում անել, ասենք նաեւ հարսանիքներին այդ թևածի ազնավուրի այդ ոգեղեն ինչ ասեմ, զմայլելի հոգի շոյող, կյանք ապարգևող եւ ձեզ հայի արժանապատվություն ձեզ վերադարձնող երկով երաժշտությունով։ Այդ մենք շատ բան ունենք, իմիջիայլոց ես ուղղակի ցցում դեպքերն եմ ասում։ Եթե դուք ձեր ուրեմն ոգեղենի բարձրացման համար համապատասխան միջավայրում, հատկապես երիտասարդության մեջ շատ պետք չի խոսել հայրենիք սիրում եմ, դե որովհետեւ դա այնպես տրաֆարետ է վերածվել։ Այ եթե նման միջոցառումներին, օրինակ եմ ասում, իհարկե, եթե դուք, ասենք, Էդուարդ Դարբինյանի «Ձայնը հնչեց» կատարումով երգը հնչեցնեք, դուք հայրենասերներ կունենաք, դուք բարեկիրներ կունենաք, բարձր ճաշակու մշակույթեր կունենաք եւ իհարկե կունենաք Գիգորի փոխարեն մարտնչող հայ տղա, որը կամ աղջիկ պատրաստ է ամեն ինչի։ Ինչ եմ ուզում ասել, մշակույթը բարձրացում է, նկատի ունեցեք, գամ։ Ես ցես ասեմ հետաքրքիր մի բան։ Եթե համապատասխան միջավայրերում են տրամադրության հայկական կոնյակի ազդեցության տակ մեկ էլ հնչի Արամ Խաչատրյանի Սուսերով բարը։ Իհարկե ոչ թե իրար ծեծելու համար, այլ այդ միջավայրը փոխելու համար։ Ես ցես մի բան ասեմ, հարցերելիներ, եթե դուք կգնաք կլնեք Իսրայելում կամ Հորդանանում առավել եւս, ուղղակի գիտեմ, որ Հորդանանում քիչ է լինում հայություն, ես զբոսաշրջիկ եւ այլ նկատի ունեմ, իսկ Երուսաղեմում շատ է լինում, ուրեմն եթե դուք փորձեք մի երկու անգամ Հորդանանի թագավորական ալիքը լսել, որտեղ նրա որ թագավորական ալիքը սփռվում է Իսրայելի տարածքում շատ հարմար ձևով, ես դա ինձ համար 3 տարի ուղեկից է եղել, կարծես թե լեզուն կհասկանաք, չէ կհասկանա դա կարևոր չի, բայց դուք շաբաթվա մեջ առնվազն 3 օր առավոտյան հանկարծ կտեսնեք Արամ Խաչատրյանի Սուսերով բանը կամ ուրեմն դրա ոգեղեն մի երաժշտություն եւ արաբական նժույգը, որ սարերով կադաշների միջով սլանում է առաջ։ Իսկապես եմ ասում, հենց Արամ Խաչատրյանի Սուսերով բանը կամ օպերա ամբողջովին կամ կիսատ եւ այլն։ Շաբաթը 2-3 անգամ դուք հաստատ կտեսնեք եւ կշշմեք։ Իսկ ինչու դա չեք ուզում շշմել հենց Երևանում, հենց հարսանիքների ժամանակ, հենց կնունք ծնունդի ժամանակ եւ այլն։ Ինչու չեք ուզում այդ
պետք չի անընդհատ ասել մեր երկիր հա կորցրել ենք, հասկացանք, հա կորցրել ենք, բայց որպեսզի վերադարձ լինի, առաջինը ցանկացած երևույթի վերադարձը գիտակցության մեջ է լինում։ Հա ձեզ օրինակ ասեցի, ձայն մհնչեց Էրզրումի հայոց լեռները եւ ձեզ կանչեց հոգեղենորեն վերապրել Հայաստանը, հայկական լեռնաշխարհը եւ իրար հետ հաճելիորեն զրուցել։ Այդ ժամանակ երբեք ոչ մեկը իշխանապողության մասին չեք մտածի, նույնիսկ կրկները կթքեք այդ իշխանապողություն բառ անգամ ստեղծողների եւ կլանի վրա, ինչու՞։ Որովհետեւ դուք արդեն հոգով վերադարձած կլինեք ոչ միայն Էրզրում, Կարին, ձեր հայրենիք, նաեւ կհասկանաք, որ առանց պետականության առանց ուժեղ պետական հովանավորություն ունեցող մշակույթի եւ տնտեսության ոչ մի տեղ չեք վերադառնա։ Առանց դրանց կվերադառնաք Ռաբիսի գիրք, թուրքական երաժշտություն եւ նեյնիմներ։ Այսպեսի բաներ, բարեկամներ։ Ուզում եմ ասել, որ ահա մշակութային եւ այլ վերադաստիարակությունը այսպես կարող եմ ասել, այ իմ խնդրանքն է դրա բարակայում, որպես քրիստոնյա ժողովրդավարական բուսակցության նախագահի մեր սեփականատեր գործարարներին, ովքեր որ այս սպասարկման ոլորտի այս ոլորտներում այսպես աշխատում են, որոնք կարող են իրենց եւ այստեղ մեծ եկամուտներ ունենալ, ծրիչներ նկատի ունեցեք։ Մարդիկ, որովհետեւ լսեն Շարլ Ազնավուր, կհաջախեն ձեր սրճարան մի բաժակ սուրճի, իսկ դուք եք սուրճը կվաճառեք իրենց։ Այս է բիզնեսի կանոն, ուրեմն աշխատեք, օգտվեք դրանից, բայց մենք ազգովի մեր հոգիները կմաքրենք, իսկ հոգիները մաքրված Հայաստանում ռսաստրուկին տեղ չի լինի, ոչ է թրքահապատակին կլինի, ոչ թուրքի շանը, ոչ է ռուսի բանին, կագեբեշնիկ, ուրեմն ուղղորդված, ոչինչ չի լինի, կլինի Հայաստան, հայկականություն, արժանապատվություն եւ իմացեք, որ նման պետությանը շատ ավելի կհարգեն, ես վստահ եմ, հենց առաջինը Կրեմլի դիրակալները, որոնք ձեր մեջ տասնյակ տարիներ մեր մեջ աշխատել են, որ մեր ուղեղները փչացնեն եւ հաջողություն են ունեցել, այլևս այդտեղ դուք վստահ եմ, որ ովիչ որ նաեւ չեք խոսի կդիմեք, այնպես ինչպես դիմել են մեր նախնիները։ Մտերմիկ անուն, մեր դիմելու ձևերը նկատի ունեցեք, երբ հայերը խոսում են բաղացական միջավայրում անունով են իրար դիմում, ինչու է դա այդպես, դա շատ մտերմիկ է, հարազատացնում է, իրար է կապում, իսկ ովիչովնա մերը չի թուրք-թաթարական ռուսական մի աղբե, որ մտել է մեր ուղեղի մեջ եւ մեզ իրարից բաժանում է, մենք ովիչ ու ովնա չենք, այնպես որ ինչպես որ Մովսես խորենացին, ովիչ չի, ովնա չի, եթե այդպես լիներ, Մովսես խորենացու հայրանունը կիմանայիք, կամ Դավիթանախտի, կամ էլ Կոմիտասը, բայց չեք իմանում, որտեղ մենք այդ ավանդույթը չունենք, որտեղ մենք տաք, ջերմ եւ իրար սիրող ժողովուրդ ենք եղել, չենք եղել այսպես պառակտված դրտեսների, չեկիստների, ռուսական այլանդակություններով վերադաստիարակված մարդկանց։ Մենք պետք է վերակերտվենք, որպեսզի վերակերտենք մեր հայրենիք, այսպես ասել։ Վերակերտեք, վերադարձեք ձեր մշակույթին, մեր մշակույթին, շատ հետո արագ դեր կդառնաք ձեր լեռնաշխարհին, հայրենիքին եւ այլն։ Հակառակը չի լինելու։ Խոսքս փակում եմ, ես ավարտեմ, ուրեմն Աստվածաշնչից, Հովհաննես ուրեմն առաքյալի խոսքով, հիշեք միշտ սկզբից բանն էր բանը եւ այդ բանը միտքն էր։ Իսկ այն մնացածը, որը Մարքսի խոսքը կրկնում եք, կեցությունն է որոշում, գիտակցությունը հակահայկականն է, դա բոլշևիկյան է եւ մեր կյանքն ապացուցեց, որ մենք այստեղ շատ արագ փչանում ենք, տրվում ենք նյութին եւ սկսում ենք իրար ոչնչացնել։ Հանրապետության մի դյուժին նախագաներ Արցախ Հայաստան, տեսեք, ինչպես փչացան։ Սրանք գուցե եւ շատ մարդիկ են եղել, շատ դաստիարակված հայրենիքին ներված, բայց սրանց ավազը ցեմենտը կերավ, իրենք դուք տեսնում եք դեմքերին, սրանց մեջ նյութականությունից բացի ուրիշ ոչինչ չկա, ողորմելի մարդիկ են, իրենք իրականում դա խեղճության նշաններն է, ոչինչ չկա հոգիների մեջ, քանան սուտ խոսել, որ գանձակողությամբ չէ, որ միլիարդատեր են դարել, իսկ ինչպես գիտեք, աշխարհում բացի գանձակողությունը նախագահ չի կարող լինել ուրեմն ուրիշ մի բան։ Այ եթե սրանք այն կոմսոմոլի փոխարեն կամ հրաժարվեն եւ իմանային, եթե այդ դասի մասին եմ ասում, ուրեմն սկզբից բանն է բանը եղել, ուրեմն այդ եթե նստած լիներ եւ այդ բանը միտքն է, հա, այն ժամանակ կլինեին ուրիշ մարդիկ, բայց դժբախտաբար այդպես է։ Յանքը ցույց է տալիս, որ Մարքսի թեզիսը հայությանը շատ շուտ փչացնում է, բայց հայությունը չի ապրել մարքսիզմով, դա այդպես ուրիշ մի բան է, բոլորս ենք եղել, բայց եթե եղել ենք այդ սիստեմի մեջ, դա չի նշանակում հավերժ պիտի գերի մնանք նրան, ինչ որ մեզ պարտադրվել է։
Իսկ այն մեկը մեզ չի բարդադրվել։ Մեր ժողովուրդը աստվածածննդի ժողովուրդ է եւ Աստվածաշունչը իր սեղանի հոգեվոր ամենօրից կգնեմ, սիրելիներ, սկզբից բանն էր, բանը եւ այդ բանը միտքն է, ստեսություն ձեզ։